Սա մառախուղ չէ, Երևանի օդն է, կեղտոտ, շատ կեղտոտ։ Թրջնի թռիչքի բարձրությունից արված կադրերում դժվար է գտնել անգամ Մայր Հայաստանի արձանը։ Մենակ օդը, գետիններ։ Հազում է Երևանը, մի տեսակ անբնական, տարօրինակ հազ է։ Հազում եմ անդադ։ Կեսօրին օդային աղտոտվածության կայքի տվյալներով Հայաստանը 4-րդ ամենակեղտոտ օդով երկիրն էր։ Ինդեքսը որոշվում է մթնոլորտում եղած ազոտի օքսիդի, ծծմբի երկօքսիդի և որոշակի օրգանական միացությունների քանակությամբ։ 300-ից ավելի ինդեքսի դեպքում օդը շնչելը վտանգավոր է համարվում։ Օդի աղտոտվածության ինդեքսը Նորք Մարաշում կեսօրին 430 է եղել։ Իսկ Ավանում 3 ավելի քան 700։ Տումանի հետ կապ չունի էլի բացարձակ, էսի լրիվ օդի հետ է, խտացված կեղտոտ օդը ահավոր է։ Դրա համար էլ այդքան հիվանդություններ կան։ Այն որ վիճակը ահավոր է, այդ փաստը բոլորը դրա մասին մասնագետները արձանագրում են, մենք էլ տեսնում ենք, չենք կարող չշնչել։ Քաղաքապետարանը սակայն շտապում է մայրաքաղաքային աղետը մարդկանց գրպանը գցել, ասում է Երևանի ավականու անդամը։ Գործող թե քաղաքային թե հանրապետական իշխանությունը առ է համարում իր սեփական ժողովրդի առողջությունը։ Սամվել Հակոբյանը պատմում է, որ Լոնդոնում 2019 թվականին օդի աղտոտվածության պատճառով 4000 մարդ է մահացել միայն պաշտոնական տվյալով։ Մեծ Բրիտանիան այս խնդիրը լուծելու համար նախ խցանումների հարցն է լուծել, դանդաղ վարելիս մեքենան ավելի շատ վնասակար նյութեր է արտանետում։ Իսկ Երևանում մանուշակագույն Hyundai-ները, դա որ փողոցով 500 մետր գնում է, իր հետևից այդ 500 մետրը չես տեսնում, սև է։ Մայրաքաղաքի խցանումների դեմ անհասկանալի մեթոդներ գործի դնող քաղաքապետարանը օդը աղտոտող մյուս աղբյուրներն էլ չի փակում։ Երևանի աղբավայրի հարցը լուծված չէ։ Նուբարաշենում պարբերաբար բռնկվող հրդեհներից ավելի են խցանվում քաղաքի թոքերը։ Կուզենք նույնիսկ փողոցներ դուրս գալ։ Իսկ ո՞վ պետքա միանալ ու փողոց դուրս գալ։ Փողոց էինք դուրս եկել, շինարարություն էր ընթանում ու այո, շատ կեղտոտ էր օդը։ Ոմանք սեփական միջոցներով են փորձում տանը մանկապարտեզում օդը մի քիչ մաքրել։ Աղջիկս մանկապարտեզ է գնում, նշել եմ, որ հատուկ սարք տեղադրենք, գնենք մենք մեր ուժերով կամ չգիտեմ կտրամադրեն թե չէ, համապատասխան սարքը տեղադրենք օդը մաքրելու, որպեսզի երեխեքը գոնե որ երկար ժամանակ անցկացնում են պարտեզում, գոնե իրենց օդը մաքուր լինի, մինչև մենք մեր տան համարելի սարք գնենք եւ այդպես մինչև հասկանանք պետությունը ինչ քայլեր կձեռնարկի։ Դե պետք է ամեն ինչ անեն, որպեսզի շտկեն իրավիճակը, ես էլ ինքս օդի մաքրման սարք եմ այսօր պատրաստվում ձեռք բերել։ Սարսափելի մեզ դա անհանգստացնում է, շնչառական խնդիրներ ունենք, ալերգիան, մաշկը, այդ ամեն ինչը մեր երեխեքի վրա է արտահայտվում, բոլորը բողոքում են մի այլ կարգի ու բոլորս տեսնում ենք ու շատ դեմ ենք դրան ու հույս ունենք, որ մի բան կանեն իշխանությունները։ Երևանի ավականու ընդդիմադիր անդամի կարծիքով քաղաքի ճիշտ կառավարման դեպքում այս հարցը շատ արագ օրակարգից դուրս կգա։ Խցանումների ու աղբավայրի հարցը լուծելուց հետո պետք է նաև ապօրինի շինարարությունները զսպել։ Իմ պատկերացմամբ պետք է սառեցնել շինթույլտությունների գործընթացները։ Եթե անհրաժեշտ է, պետք է կոշտ ռեֆորմներ անել մեքենաների վերաբերյալ։ Այսինքն սա այնպիսի մի հարց է, որ քաղաքականությունից առանձին է, սա մարդկանց առողջությանը վերաբերվում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի հայտարարել էր, թե բակերում տերևների եւ աղբի այրումը շատ ավելի վտանգավոր է առողջության համար, քան շինարարական փոշին։ Եթե այրվող տերևներն են կեղտոտում օդը, ինչու է քաղաքապետարանն այրում տերևները, զարմանում է Սամվել Հակոբյանը։ Երեք ստացանք ինֆորմացիա, որ ֆուտբոլի ակադեմիայի կողքը Ավանում հենց քաղաքապետարանի պատկան ինչ-որ աշխատակիցներ, ինչ-որ մարմիններ հենց այդտեղ այրում են այդ տերևները։ Եվրոպայի փորձը կապկող իշխանությունները ինչու չեն զգուշացնում հանրությանը, որ Երևանի օդն արդեն այնքան կեղտոտ է, որ անգամ տնից դուրս գալն է հակացուցված, չի հասկանում Երևանի ավականու անդամը։ Իմ պատկերացմամբ լուծումը քաղաքական փոփոխությունն է, որովհետև այս մարդիկ ցույց են տվել, թե որ իրենք որևէ ճգնաժամ ի վիճակի չեն կարգավորել լուծել։ Լանա Ամբարձումյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։